Պարոն Սարգսյան, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի իշխանությունների կողմից հնչում են տեսակետներ, որ պետք է դեռ հասկանանք ինչ է տեղի ունեցել, ոնց է տեղի ունեցել, ինչպես է հայտնվել Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի հետ խորհրդային Հայաստանի օրակարգում։ Ինչի մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը այս հայտարարություններն անելով եւ ուր է տանում։ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է ամբողջությամբ թուրքական օրակարգը։ Տեսեք, Հայոց ցեղասպանության ճանաչում ու հիշումը սա այն եզակի երևույթներից է, որ իշխանության, գործող իշխանությունների հետ հայ ժողովրդի մտածելակերպը, հայ ժողովրդի պահանջը եւ ինստիտուցիոնալ հիշողությունը չի համապատասխանում։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նոր չի սկսել ցեղասպանության շղթման կամ ցեղասպանության մոռացության մատնելու քաղաքականությունը, սկսած դեռևս ցեղասպանության ինստիտուտ թանգարանի արխիվների բավականին հրապարակումներ եղան լրատվամիջոցներում ոչնչացումից, վերջացրած Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարի բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ազգային ժողովում հայտարարություններով, որ դեռևս պետք է քննենք եղել է ցեղասպանություն թե ոչ, նույնիսկ մեկ պատգամավորել ասում էր անուն ազգանուններով, այո։ Մինչև այսօր մենք դեռևս չունենք վերջնական հրապարակված 2020 թվականի զոհերի անուն ազգանունները եւ նրանց քանակը, արդեն 5-րդ տարին է գնում եւ 5 տարվա մեջ եթե չեն կարողանում հաշվարկեն վերջին իրադարձությունները, ապա ինչպես կարող են մանավանդ Օսմանյան կայսրությունում իրականացված դեպքերը, երբ որ բազմաթիվ արխիվային փաստաթղթեր բացակայում են կամ նրանք վերաշարադրել են ըստ իրենց կամքի եւ քաղաքականության նպատակների, Հայաստանի Հանրապետությունը դա հաշվարկի։ Կարծում եմ սա Նիկոլ Փաշինյանի սեփական ինքնիր սեփական ցանկությամբ եւ նախաձեռնությամբ է այսպիսի հայտարարություններ անում, թե Թուրքիայից է ստիպում։ Քանի որ ես Նիկոլ Փաշինյանին Թուրքիային, Ադրբեջանին նույնականացնում եմ, դրա համար ինձ համար մեծ հաշվով չկա տարբերություն։ Պարտադրանք է կատարում, թե ուղղակի իր սեփական կարծիքն է արտահայտում, որովհետև նրանք նույնական են բոլոր առումներով։ Եվ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում Հայոց ցեղասպանության միջազգայնացման հարցը նույնպես չկա։ Ինչ վտանգներ եք տեսնում այս տեսանկյունից։ Շատերը կարծում են, որ եթե օրինակ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվի, վաղ թե ուշ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Դուք եք այդպես կարծում։ Իհարկե ոչ, եկեք երկու հարթության բաժանենք հարցը։ Առաջին հարցությունը իրավական հարթությունն է։ Իրավական հարթության մեջ երբ որ ամենաանկեղծ խոստովանությունը չի լինում, այսինքն մեղքի ընդունումը չի լինում, ապա ավելի մեծ պատիժ է սահմանվում։ Եթե դա պրոյեկտում ենք միջպետական հարաբերությունների մեջ, ապա մեղքի չգիտակցումը եւ չընդունումը պետք է իր հետ բերի շատ ավելի բարձր նշաձողի պահանջների։ Եվ վերջերս, այսինքն ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից եւ միջազգային հանրության կողմից ճնշման թույլատումը, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից պահանջների նշաձողերի նվազեցումը հանգեցրեց 2020 թվականի պատերազմի, այնուհետև 23 թվականի տեղանման ցեղասպանության Արցախի Հանրապետությունում։ Չդատապարտումը, մեղքի չգիտակցումը, չընդունումը Թուրքիայի կողմից, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես պահանջների դիրքերի զիջումը հանգեցնելու է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում նոր ցեղասպանությունների։